Մեկօրյա աշխատանքային այցով Պրահայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Չեխիայի Հանրապետությունում մասնակցում է Գլոբսեկ 2025 ֆորումին և օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար պանելային քննարկմանը։ Պանելային քննարկման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողություններին, ընդգծելով Հայաստանը դատապարտում է այդ քայլը։ Մեր մտահոգությունն ենք հայտնում ու դատապարտում ենք Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջին գործողությունները։ Այն կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը և մենք շատ մտահոգված ենք։ Անդրադառնալով Եվրամիության հնարավոր անդամակցությանն ու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին, Փաշինյանը հստակեցնում է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խզելու խնդիր չունի։ Հիմա մենք շատ սերտ համագործակցություն ունենք Եվրամիության հետ, բայց մյուս կողմից մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չունենք, քանի որ մենք վարում ենք բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Սա է մեր ռազմավարությունը։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի հետ վերջին ժամանակներում ստեղծված բարդ հարաբերություններին, վարչապետն անկեղծանում է, Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և Եվրամիության անդամ, ապագայում պետք է որոշում կայացնել։ Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել և ԵԱՏՄ-ի, և Եվրամիության անդամ, և ակնհայտ է, որ ապագայում որոշակի կետում մենք պետք է որոշում կայացնենք, բայց շատ կարևոր է, որ որոշումը կայացնեն Հայաստանի քաղաքացիները, իհարկե Հայաստանի կառավարության և խորհրդարանի առաջնորդությամբ։ Կոնկրետ ժամկետների մասին Փաշինյանը խոսել խուսափում է, առնվազն այնքան, որքան այդ որոշումը կայացնելու խիստ անհրաժեշտություն չկա, Հայաստանը կշարունակի իր ժողովրդավարական բարեփոխումները հնարավորինս համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին։ Եվ երբ գա այդ պահը, մենք այդ հարցը կդնենք սեղանին, Հայաստանի քաղաքական օրակարգում և մեր քաղաքացիների հետ միասին որոշում կկայացնենք։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։